70 միլիոն 600 հազար դրամ այսքան գումար է պետությունը ուղղել 1900 անհուսալի վարկառուի առաջին մարտ ամսվա մուծման համար։ Շահառուների այս խումբը մինչև փետրվարի վերջ հասցրել էր դիմում ներկայացնել, որոնք համակարգն ընդունել է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով դիմումների թիվն ավելի շատ է, սակայն տեխնիկական պատճառով որոշները մերժվել են։ Հիմա համապատասխան ստորաբաժանումն աշխատում է խնդիրը վերացնելու ուղղությամբ, ինչից հետո մերժված դիմումների մեծամասնությունը ավտոմատ կհամարվի պատշաճ ներկայացված։ Վերջին թարմացումով համակարգում առկա է 3200 հաստատված դիմում։ Առաջի ամսվա համար կարծում ենք վատ չի մեկնարկը, նաև հիշեցնենք մեր քաղաքացիներին, որ ծրագիրը գործելու է մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, այսինքն մինչև 26 թվականի հունվարի 31-ը հնարավոր է լինելու դիմել և ծրագրի պայմաններին համապատասխանելու դեպքում դառնալ շահառու և շահառու դառնալու պահից 24 ամիս շարունակ նրանք կարող են ստանալ աջակցություն։ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվադրությամբ փոքր է 1 միլիոն դրամից և այդ վարկերը առնվազն 3 տարի դասակարգված են անհուսալի դասով։ Եթե անհուսալի դասված վարկերի հանրագումարը մեկ անձի հաշվով գերազանցում է 1 միլիոնի շեմը, ապա անձը կարող է վճարել մի մասը և երբ այն կհասնի թույլատրելի շեմին, նա հնարավորություն կունենա դառնալ ծրագրի շահառու։ Աջակցություն ստանալու համար պարտադիր է նաև, որ քաղաքացին ունենա ֆորմալ զբաղվածություն կամ ինչպես ընդունված է ասել, գրանցված աշխատող լինի։ Իրականում շահառուները որևէ գործողություն անելու կարիք չունեն, բացի առաջին անգամ դիմելուց և դիմելու ժամանակ նույն պահին վայրկյանների ընթացքում իրենք ստանում են պատասխան համակարգից, արդյոք իրենք հանդիսանում են շահառու այսուհետ, թե ոչ։ Դավիթ Խաչատրյանը վերլուծություն է ներկայացնում, ըստ որի առաջին վճարումների թվերը փաստում են, որ շահառուների միջին աշխատավարձը մոտ 180 հազար դրամի շրջանակում է։ Մինչև ծրագրի մեկնարկը կատարված վերլուծության արդյունքում պոտենցիալ շահառուների միջին աշխատավարձը կազմում էր 145 հազար դրամ։ Սա նշանակում է, որ առնվազն 35 հազար դրամով մենք ունենք աճ, դա նաև կարող է տեղի ունենալ կիսաստվերում գտնվող անձի աշխատավարձի փոփոխությունից կամ անձինք, որոնք գտնում էին ամբողջությամբ ստվերում և հայտարարել են իրենց եկամուտները, որը բարձր է այն միջինից, որը ի սկզբանե ուրեմն տեսել էինք, և հնարավոր է լինել մարդիկ, ովքեր ընդհանրապես աշխատանք չեն ունեցել, նաև այս խնդրի պատճառով և գտել են նոր աշխատանքներ, մենք այդ վերլուծությունները բնականաբար իրականացնում ենք։ Փոխնախարար Խաչատրյանը հիշեցնում է նաև, որ e-social.am հարթակում դիմում լրացնելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն։ Նույն պահանջը կա նաև տարեկան եկամուտների մասին հայտարարագիր լրացնելու դեպքում և նույնականացման քարտ ստանալու հերթերը հասնում են ամառվա ամիսներ։ Կարծում ենք, որ դիմելության տեմպը ինչ-որ ձևով, անուղղակի ձևով նաև կապված է այս գործընթացի հետ և կանխատեսում ենք, որ որքան եկամտի հայտարարագրման ժամկետը մոտենա, այնքան ավելի մեծ դիմելություն կունենանք նաև այս ծրագրի համար։ Պոտենցիալ շահառուների թիվը 218 հազարի է հասնում, աջակցության չափն այնքան է, որքան եկամտային հարկից ուղղվում է վարկի մարմանը։ Մարդիկ, քանի որ գիտեն, որ պահին էլ մեկ տարվա ընթացքում դիմեն, այդ պահից 24 ամիսը սկսում աշխատել, միգուցե հիմա չեն շտապում կամ հետո ավելի բարձր աշխատավարձի ակնկալիք ունեն, միգուցե տարվա վերջ ավելի շատ դիմումներ կլինեն, միևնույն է, որ պահին, որ դառնան շահառու 24 ամիս գործելու է և եթե ավելի բարձր աշխատավարձի ակնկալիք կա, սա նշանակում է, որ ավելի փոքր ժամկետում կարողանում արել վարկերը։ Քանի որ նախարարությունը հասանելիություն չունի պոտենցիալ շահառուների անձնական տվյալներին, Դավիթ Խաչատրյանը հորդորում է ակտիվ լինել, դիմել աջակցություն ստանալու համար։ Հաջորդ փետրվարից ծրագրից օգտվելու հնարավորություն չի լինի։ Անհուսալի վարկառուն կզրկվի աջակցությունից նաև այն պարագայում, եթե շահառու դառնալուց հետո որևէ պահի կորցնի աշխատանքը և 3 ամսվա ընթացքում նոր աշխատանք չգտնի։ Մուշեղ Իսախանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։